Պաշտպանության վերցնել է չի ծառայելու այն ահագնացող խնդրին, որը մեզ որ կոչվի անկախության կորուստ, ապա այդ դեպքում անիմաստ եւ անարդյունավետ է դառնում պարլամենտում տես բարեցնելը։ Մեր խնդիրը պետք է այս ընտրություններում լինի առավելագույնը եւ նպատակաուղղված երկրի պետականության եւ անկախության պահպանմանը։ Նախորդ երկու իշխանությունները նույնպես դեմ էին մեր անկախությանը, բայց այս իշխանության ժամանակ սրանք դարպասները ներսից բացող քաղաքական ուժ են եւ 600 տարվա այն հայկական երազը, որ պետք է ստեղծել հայկական պետականություն, ջնջում են, մսխում են, ոչնչացնում են եւ նաեւ մեր կենսագրության 35 տարվա ամբողջ արդյունքները ուղղակի նսեմացնում են պետականորեն համակարգված կազմակերպված ձևով։ Ելնելով այս իրավիճակից, ես կարծում եմ, որ առաջիկա ընտրությունների մասնակցելու մեր աշխատելաոճը պետք է ամբողջապես նորովին ձևակերպվի։ Խնդրի դրվածքը ամբողջապես նորովին պետք է ձևակերպվի։ Իհարկե մենք առաջիկա հաջորդ համագումարին այդ խնդիրները մանրամասն կձևակերպենք, բայց որպես խնդրանք մեր տարածքային կառույցների, մեր երիտասարդական կառույցների վարչությանը, ես ուզում եմ ներկայացնել իմ մոտեցումները, ինչ ճանապարհային քարտեզ կազմակերպել առաջիկա գոնե 3-4 ամսվա համար, որոնք են ըստ իս այն հիմնական ուղղությունները, որոնցով վարչությունը եւ տարածքային կառույցները պետք է կազմակերպեն հաջորդ ավելի լուրջ, ավելի ծավալուն փուլին պատրաստ լինելու, այդ ընտրությանը պատրաստ լինելու համար։ Դրանք են ըստ իս տարածքային կառույցների ուժեղացումը։ Մենք հանրապետության լավագույն կուսակցություններից մեկն ենք այդ առումով, մեզ հետ մրցակից են ընդամենը 1-2 կուսակցություններ, որոնք ունեն իսկապես տարածքային կառույցներ, իսկ տարածքային կառույցները ժողովրդի հետ շփման, ժողովրդի հետ աշխատանք կազմակերպելու ընտրություններ անցկացնելու համար լավագույն միջոցն են։ Բոլոր այն կառույցները, որոնք չունեն տարածքային կառույցներ, բոլոր կուսակցությունները պարզապես ի վիճակի չեն իրականացնել ընտրություններ։ Դրանք վստահված անձերի ինստիտուտներ են, դրանք հանձնաժողովի անդամների ինստիտուտներ են, եւ ես կարծում եմ առաջիկա 3 ամսվա ընթացքում, 2 ամսվա ընթացքում նույնիսկ մինչև հունվարի վերջ, մեր տարածքային կառույցները պետք է իրենց ցուցակագրեն, մտածեն, ինչպես պետք է հանձնաժողովները փակվեն, ինչպես պետք է վստահված անձերի ցուցակներ կազմվեն։ Մեր խոսքով տարածքային եւ ընդլայնվել։ Հարկ ասու ես խոսքում ասեցի, որ կա տարածքային կառույցներ թույլատրած, մենք ռեալիստ ենք, չեն բախվում իրականությունից, բայց կորիզը կա, նվիրալների կորիզը կա եւ ընդլայնվելու տեղ ունենք, ընդհանրացվելու տեղ ունենք։ Առաջիկա մի քանի ամիսների ընթացքում խնդրամ տարածքային կառույցներ զբաղվել այս գործունեությամբ։ Հաջորդ խնդրանքս երիտասարդացնել մեր կառույցը։ Մենք չենք ամաչում մեր տարիքից, մենք չենք վախենում իրականությունից, կուսակցությունը ծերանում է եւ մենք անհրաժեշտություն ունենք թարթվածնի նորուժի երիտասարդացման։ Եվ իհարկե միանգամ էլ կրկնեմ, ինձ համար ուրախալի է, որ որոշ տարածքներում եւ հատկապես հիմա Երևանում որոշակի հոսք կա, ընդունելություն կա, կուսակցության կառույցներ, բայց սա քիչ է։ Մենք այս կազմով առանց հարմարացման, առանց երիտասարդների ներգրավման ունենանք շատ դժվարություններ։ Երկու առումով, զուտ մարդկային առումով, զուտ աշխատանքի առումով, զուտ նոր տեխնոլոգիական մեթոդներ կիրառելու առումով, մենք այդ խնդիրը պետք է լուծենք։ Ինչպես, եթե ոչ ուղիղ մարդկային շփումներով, մեր շրջապատում, մեր ընկերների, մեր բարեկամների հետ քաղաքական աշխատանք տանելով, որպեսզի այդ խնդիրը լուծենք։
երիտասարդացում, տարածքային կառույցներ։ Եվ երրորդ մեծ խնդիրը, որ ես համարում եմ դոմինանտ խնդիր, բոլորս բախվում են դրան, բոլոր տարածքային կառույցներում ժողովներում խոսել ենք սրանց մասին, հասարակական անտարբերությունը։ Մենք պատրաստում ենք մի քաղաքական գործընթացի, որտեղ հանրության առնվազն 70%-ը հաղորդակից չի, հուսահատ է, հուսալքված է, չի ուզում մասնակցել, ինքնապար փակված է և մոռացել է իր քաղաքացի լինել, հրաժարվում է ոչինչ։ Բոլորիս համար ակնհայտ է, որ այսօրվա իշխանությունները իրենց մոլագար, անադեկվատ, աննորմալ որոշումներով հասարակությանը ստիպում են պասիվ դիրք գրավել, ակտիվ քաղաքացի չլինել։ Իմացեք, սա իրենց հիմնական զենքն է առաջիկա ընտրություններում։ Կրկնում եմ, Նիկոլ Փաշինյանի իշխանության առաջիկա ընտրությունների հիմնական զենքը լինելու է հասարակության պասիվությունը։ Ինքը վերջին 3 մեծ ընտրություններում հավաքել է քվեարկելով մասնակիցների 10%-ը։ Մեր խնդիրը ամբողջապես սա ոչնչացնելը պետք է լինի, այս համակարգը ոչնչացնելը, այս պասիվության, այս խելոքության, այս խոնարհության, այս համաձայնողականության ոչնչացումը։ Մեզ համար Նիկոլը ավելի մեծ թշնամի չէ սուրբ իշխանությունը, քան այդ ժողովրդի պասիվությունը։ Եվ եթե մենք կարողանանք հասարակության մեջ ակտիվություն մտցնել, մենք այս ձևով է, որ կարող ենք հաղթել այսօրվա իշխանություններին։ Նրա հույսը դա է, ապաթիան է։ Չմասնակցությունը իր հաղթանակն է։ Պասիվությունը իր երաշխիքների իշխանությունը շարունակել։ Հիմա սա դժվար գործ է, շատ։ Նպաստավոր է վիճակը այս գործը անելու, ոչ։ Ես ասում եմ 27 տարի այս բանը մտցվել է քաղաքացիություն, որ դու չես որոշում։ Որոշում է փողը, որոշում է լրատվամիջոցը, որոշում է իշխանությունը, որոշում է Ռուսաստանը, որոշում է Միացյալ Նահանգները։ Բայց սիրելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ, մի պահ հիշեք, շատերդ հիշում են, 91 թվականի սեպտեմբերի 21-ը ոչ փող կար, ոչ մամուլ կար, ոչ շատ կուսակցություններ կային, ոչ ազդեցիկ միջոցներ կային, ոչ դրսից որևէ ազդեցություն կար, չկար ոչ մեկը։ 2,40,000 մարդ, 2 միլիոն ակտիվ քաղաքացի կամքով, ուրախությամբ, եկել քվեարկել է։ Ինչ է կարծում, այս նույն հասարակությունը չի, մի քիչ դեգրադացվել է, մի քիչ փոխվել է, բայց այդ հասարակությունը հաղթեց։ Անկախություն բերել է հասարակությունը։ Եվ մենք այդ ճանապարհ չկա, ուղղակի չկա։ Մենք ոչ փող ունենք, ոչ լծակներ ունենք, ոչ շատ լրատվամիջոցներ ունենք, բայց մենք ունենք այն, ինչ իրանք չունեն։ Մենք ունենք միտք, ունենք փորձ, ունենք բարոյական թիմ, ունենք կառույցներ եւ ունենք նպատակ ու ծրագիր։ Եթե այլ ուժեր պետք է նստեն ծրագիր գրեն, մեծ խոստումներ տան, մենք այդ ծրագիր ունենք ժողովուրդ։ Մենք միտքը ունենք, մենք ղեկավար ունենք Տեր-Պետրոսյան, որ պատմությունը չունի։ Եվ այս ունեցվածքով, այս ռեսուրսով, ճշմարտախոսությամբ, առանց ֆինանսների հարկավոր է իջնել ժողովրդի մոտ։ Եթե այս խնդիրը մենք չլուծենք, դուք որևէ հույս առաջիկա ընտրությունների մեծ հաջողություններ ունենալ չենք ունենալ։ Դժվար է, իսկապես դժվար է։ Այնքան է չարծրացած, որ պայքարել ոչնչացնել է պատը շատ դժվար է, բայց մենք միակ խնդիր, ես ես կարող եք ուրիշ տարբերակներ ասել, բայց այդ չմասնակցությունը հաղթում է մասնակցողներին և հաղթում է ընդհանրապես։ 80%-ը որոշում է 20% ակտիվ հասարակական, քաղաքական, էլիտար, մտավորական, քաղաքական գործիչների կենսագրություն ճակատագիրը երկրի ճակատագիրը։ Պասիվությունն է որոշում է երկրի ճակատագիրը։ Եվ հիմա մենք ենք մտանքի առաջ, որ նույն պասիվությունը կարող է մեր երկիրը կործանել։ Ես զուգահեռներ բերեց 91 թվական և 2026 թվական։ Մոտենալ հնարավոր չի 91 թվականի արդյունքին։
անգամ մեր զարգայքում չեք կարող այլ, բայց հիշում եք էթերի բանկա, շատ սեմինարների ժամանակացում են, մի աշխատեք ընտրությունների ժամանակ հակառակորդի ձայների վրա, դրանք քոնը չեն, այդտեղ էներգիա մի ծախսեք, մի ծախսեք էներգիա քո կողմնակիցների համոզելու համար, դրանց վրա էներգիա չարժի արվել, մենք պես համոզում ենք, որ գնանք քվեարկի, ուրիշ տեղ եք ուսակցական աշխատանքը, էներգիա պետք է ծախսեք միայն պես երկու բևերների արանքում, չեզոք, պասիվ, չքվեարկող, վախեցած, հույս չունեցող հասարակության շերտի վրա։ Եվ այդ շերտը երկու անգամ ավելի է, քան են երկուսը միասին։ Սա իմ հորդորը, սա իմ ծրագիրը։ Մենք իհարկե առաջիկա համագումարի ժամանակ ավելի բացված, ավելի թարցակ կներկայացնենք, թե ինչպես այդ ասած պասիվ մասսային ակտիվացնել մարդուն հային դարձնել քաղաքացի։ Այս ամեն ծրագիրը։ Քաղաքացի, որը զգում է, որի պետք է ներշնչել, որ իր ակտիվությամբ է երկրի անկախությունը, պետականությունը պահում, որ իր ձայնով է, որ կարող է իշխանություն ձևավորել, որի տեղ ինքը կարող է լինել, որին քշել ինքը միայն կարող է։ Այս ապատիկ վիճակից հանելը ծանր, տառապանքին աշխատանք է։ Բայց, հարգելիներս, եթե մենք դա չփորձենք, մենք մեզ չենք ներել։ Եթե մենք չփորձենք մեր երեխուն, մեր անկախությանը պահել, տեղ հասցնել, մենք մեզ չենք ներել, ուրիշների ներել չներելը մեզ հեչ։ Բայց մենք մեկ խելքի առաջ գործ ունենք անել։ Փորձենք, երաշխավորված չի հաջողություն։ Կարող է էլի չհաջողություն, բայց չփորձել իրավունք չունի։ Եվ յուրաքանչյուր հայի, յուրաքանչյուր մարդու մոտ այդ քաղաքացու պետք է ասել։ Այն որում մեթոդ էս կարող է լինել, ինձ մի քվեարկի, արի քվեարկի, արի այս երկրին տեղ կա, ում ուզվես քվեարկի, բայց տնից դուրս արի և արի քվեարկի։ Սա լինելու է կարծում եմ առաջիկա խելոք քաղաքական ուժերի գործելակերպը, բայց երաշխավորված ասում, մեզնից շատ ոչ մեկ այս խնդրի լուծման համար մտահոգ չի, ոչ մեկը չի ցավում այնքան ինչքան ենք ցավում մեր երկրի անկախության պետականության համար։ Եվ մենք այս բարդ դժվարին գործը պետք է անենք, կրկնում եմ, չի երաշխավորված հաջողությամբ, բայց չանելը մեղք է մեր խղճի, մեր կեսառության, մեր արած դրածի համար։ Սա մոտավորապես իմ մոտեցումները մինչև առաջիկա համագումար, թե ինչով մեր կառույցները փորձեն ինչպես խմբերում, կառույցներում կազմակերպել այսպես նախահամագումարյան մեր գործընթացը։ Շնորհակալություն, Աստված մեզ հետ, շնորհակալություն։